Դիտեք առաջին ալիք Ամերիկայի հեռուստակոնտենտը։ Բաժանորդագրվեք առաջին ալիք Ամերիկայի YouTube-յան ալիքին First Channel America։ Առաջին ալիք Ամերիկան ներկայացնում է Ողջույն, առաջին ալիք Ամերիկայի եթերում հայրենակիցն է։ Հաղորդում, որն օգնում է ճանաչել հայրենադարձության որոշումը ապագայի տեսլականի վերածած մեր հայրենակիցներին եւ լսել նրանց պատմությունները։ Հայաստան վերադառնալու որոշումը հաճախ կապված է ոչ միայն ընտանիքի կամ աշխատանքի, այլև հայրենիքին ծառայելու գաղափարի հետ։ Մեր այսօրվա հյուրը հենց այս ճանապարհն է ընտրել։ Իմ քայլը հիմնադրամի փոխտնօրեն Թալին Թոփալյանի հայրենադարձության պատմությունն ենք բացահայտելու։ Տիկին Թոփալյան, ինչպե՞ս եք։ Լավ եմ, դուք ինչպես եք, շնորհակալ եմ։ Լավ, շնորհակալություն։ Այսօր խոսելու ենք ձեր կյանքի, գործունեության եւ իհարկե Հայաստան տեղափոխվելու մասին։ Հուսամ դեմ չեք։ Անշուշտ որ թեմ չեմ, շնորհակալ եմ անդրադարձին։ Սիրով։ Դուք Հայաստան եք տեղափոխվել Սիրիայի Հալեբ քաղաքից։ Իսկ ինչպես է ժամանակին ձեր ընտանիքը հաստատվել Հալեբում։ Խոսիմ մի քիչ արմատների մասին, որտեղ այդ արմատները շատ մեծ ազդեցություն ունեցել են իմ անձիս ձևավորման վրա։ Մորս երկու մեծ հայրերը այն թվում եղած են երևելի թեմքեր, մեկ մեծ հայրը ավակ քահանա Ներսես Քահանա Թավուկյան եղած է այն թվի ինքնապաշտպանության ղեկավար, որում գիսանչին կտեսնեք արդեն նոր այն թվ փողոցի սկիզբը Հայաստանում։ Մյուս մեծ հայրը եղած է American College-ի դասավանդող։ Իմ մեծ հայրս, որ Հալեբ մեծ էր եւ ապրել է, եղած է Կարագոզյան հաստատության երկարամյա դարիներու տնօրեն եւ Գիրակնորիա դպրոցներու տնօրեն։ Իրեն գոչեին ազգավետ, որտեղ ասկինա ծառայել։ Մեծ մայրս, որ 1916-ի ծնունդ էր, այսինքն առաջին սերունդն է ասպանութենեն վերջ, այդ տարիներուն ուսանել է, սովորել է ամերիկյան համալսարանում Բեյրութի եւ եկել նորեն ծառայել է American College-ում Հալեբում, դասավանդել է ուսուցչուհի եղած է։ Քերիս երկար տարիներ AGBU-ի հայկական բարեգործական ընդհանուր միության Սուրյո նախագահներ Մայրս նորեն ծառայել է միութեններ հայկական բարեգործական ընդհանուր միություն եւ դասավանդել է International դպրոցում։ Հայրս հույն կաթոլիկ է, հայասկի չէ, ֆրանսախոս եւ արաբախոս, գսեն որ իրալ ընտանիքը Գերմանիայեն տեղափոխվել է Հալեբ։ Դուք ծնվել եք Սիրիայում եւ բավականին երկար տարիներ ապրել եք այնտեղ։ Ինչ գործունեություն եք ծավալել այնտեղ դուք։ Մինչև 3 տարի առաջ Սիրիայում էի, 45 տարեկան մինչև, հետո տեղափոխվել եմ Հայաստան։ Մանկությունս գնացել եմ AGBU-ի հայկական բարեգործական ընդհանուր միության երկրորդական վարժարան ավարտել եմ, որ մե վերջ գնացել եմ Լիբանան Հայգազյան համալսարանում քաղաքագիտության ֆակուլտետը ավարտել եմ եւ հետո վերադարձել եմ Հալեբ, այդ 5 տարին որ Լիբանանում ապրել եմ, նորեն անցիս ձևավորման մեջ շատ ազդեցություն ունեցել եմ, մինակ ապրել է ինքնուրույն լինելը, վերադարձել եմ անգևերջ Հալեբ, ծառայել եմ Հայաստանի Հանրապետության հյուպատոսությունում կամավոր հիմունքներով շատ կարճ շրջան, որ մեջ վերադարձել եմ իմ իսկ դպրոց Լազար Նաջարյան AGBU-ի երկրորդական վարժարան, ծառայել եմ որպես տեսուչ երկրորդական բաժնի դասարաններուն, որ վերջ հրավիրվել եմ ծառայելու որպես Ջինիշյան հիշադակի ցերնարգի ընդհանուր Սուրյո տնօրեն։ Շատ մեծ սրտի կողունակություն կսկամ, որ այդ բարեսիրական հաստատության ծառայել եմ ամենեն դժվար օրերում Սիրիայի երկար տարիներ, 10 տարի են ավելի, ծավալել ենք գործունեություն ժողովրդին հասնելու, ժողովրդին օգնելու, շատ բազմազան ծրագրեր իրականացրել ենք, բարգավաճման, զարգացման, առողջապահական թե կանխարգելման, թե բուժման, բոլոր աշխատակիցներն հետ շնորհակալ եմ շատ այդ տարիներուն, շատ մեծ բան եմ սովորել Ջինիշյան հիշադակի ցերնարգեն, շնորհակալ եմ Միացյալ Նահանգների գետրոնական մարմնին, որ միշտ հավատացել են ինձ եւ սադար են կանգնել, եւ համայնքի ղեկավարներուն այդտեղ, որ շատ լավ գործակցել են իմ հետ։ Նախքան Հայաստան տեղափոխվելը ինչ առնչություններ եք ունեցել հայրենիքի հետ եւ այստեղ վերջնականապես հաստատվելուց հետո արդյոք ձեր նախնական պատկերացումները հայրենիքի մասին փոխվել են։ Այստեղ պետք է անպայման անդրադառնամ մանկությանս, որտեղ մանկությանս արդեն խոր գաբ ունեի Հայաստանի հետ։ Հայրս ոչ հայ լինելով շատ մեծ ազդեցություն ունեցել է, որտեղ
մենք շատ մեծ սիրո միջավայրում էինք ապրել, հայրս մորս շատ կսիրեր եւ հետեւաբար Հայաստանը շատ կսիրեր, մեզ մեծացրել է հայկական երգերի վրա եւ որպես լման մենք կսենք 100-100 հայ։ Իսկ մորս դերը անշուշտ անքնահատելի է, ինք այսպես վերացական հայրենասիրական արժեքներով չէ դաստիարակած մեզ, այլ Հայաստանը ուղղակի ապրել է մեր տան մեջ, արվեստով, մշակույթով, ես շատ լավ կհիշեմ, երբ մենք ամեն օր գլսեինք Հայաստանի ռադիոյի հաղորդակցումը, Երևանն է խոսումը եւ մեծած եմ Բադալյանի, Ռուբեն Մաթեոսյանի, Ռայսա Մկրտիչյանի երգերի վրա եւ քանի որ միության մեջ կծառայեինք հայկական բարեգործական ընդհանուր միության մեջ, ովքեր որ գուքային այդ երգչախումբները, ղեկավարական բարախումբներ միշտ այցելեր են մեր տունը, ինչպես Ռոբերտ Էմիրխանյանը, Ժիրայր Ալթունյանը, Բարթուհի Բարթերեսյան, իսկ եթե այցելությունների մասին խոսեմ, ես 8-րդ դասարանին առաջին անգամ այցելել եմ Հայաստան եւ անգևերջ հաջող գուքայի երթայի տարբեր ժամանակաշրջանների այցելեր եկել եմ երկու զավակներս այստեղ գնքեր եմ միադեջ միածին մյուսը Սուրբ Կայանե եւ Քորձի Պերմանփել Ջինիշյանի ընդհանուր ժողովները այստեղ գլինեին շատ գուքայի այցելեի սահմանամերձ քյուղեր մեր ծրագրերը Քորձի Պերման Փալեբում միշտ հյուբադոսների եւ տեսմանների հետ Հայաստանի Հանրապետության գաբեր ունեինք աշխատեինք եւ վերջերս մարդասիրական առաքելությունը որ Սիրիա էր եկել նորեն բոլոր անդամների հետ սերտ գաբեր ունեի Սենց այսինքն ամիջական ասեմ, որ շատ խորը գաբեր ունեցել եմ Հայաստանի հետ եւ այդ սերը մեծ սեր էին մեջ սկզբից։ Ասեմ, որ պատկերացումներս չեն փոխված շատ, քալես վերջ, որտեվ իրատեսական էր իմ պատկերացումը, շատ մուսպիրկահայեր, շատ կփոխվի իրենց պատկերացումը, որտեվ չեն այցելած Հայաստան եւ այդտեղ մի անվերացական սկզբունքներով կդաստիարակվին, բայց մենք որ ճիշտ պատկերացրել ենք, որ ոնց որ ուրիշ երկիրներ, երկիր է, որ ունի իր թերությունները, ունի տեղեր բարել ավելիք, դրա համար իմ պատկերացումներս չեն փոխված եւ շատ իրատեսական էին սկզբից։ Տիկին Թոփալակյան, ինչպես Սիրիայից Հայաստան տեղափոխված մեր շատ հայրենակիցների պարագայում ձեր դեպքում եւս այդ որոշմանը մեծապես նպաստել է Սիրիայում սկսված պատերազմը, թե այնուամենայնիվ կտեղափոխվեիք։ Չէ, այնուամենայնիվ կտեղափոխվեի, բոլոր ինձ ճանաչողները գիտեն, որ ես սկիզբեն միշտ կուզեի գալ եւ զավակներս իրենց, այսպես ասած, թրջունի երամի հետ ապրեին, պատերազմը բնավ չի աստած իմ որոշումից վրա, որտեվ երկար տարիներ, դժվար տարիներուն արդեն այդտեղ ծառայել եմ պատերազմին, թե ոչ սկիզբեն գուքայի, հետո մի քիչ էլ եթե անգեղծանամ, որպես սիրիացի, արիթ ունեի երթալ ուրիշ երկիրներ, Կանադա, Ամերիկա կամ Եվրոպա, որպես պատերազմից տեղահանված կամ քաղաքական, բայց ես միևնույնն է ընտրեցի Հայաստանը, գիտակցված էր շատ որոշումս, սկացական չէր, գիտակցված, որտեղ ուզեցի, որ պետության չանքերի մեջ ես էլ իմ լուման ունենամ եւ Հայաստանը զարգացնելու մեջ ես էլ իմ բաժինը ունենամ։ Վստահ եմ Հայաստան տեղափոխվելուց հետո սկզբնական շրջանում որոշակի դժվարություններ ունեցել եք։ Ինչպես եք հաղթահարել, խոսեք նաև այս մասին։ Այո, բնական է, որ ունեցել եմ դժվարություններ, աշխատանքի առումով ասեմ, ղեկավար պաշտոնից, մի տեսակ ոչ ղեկավար պաշտոնի քալը այստեղ դժվար էր այդ առումով, այդ տեսանկյունից, որ Զգում էի, որ ավելի գրնայի դալ եւ այդ արիթը չունեի, փորձ ունենալով կարողություններ, ունենալով միջազգային ստանդարտներով հիմնադրամում տնօրեն լինելով, ես գրնայի ավելի դալ, բայց արիթը չի գար սկիզբը, պետք էր բայց համբերություն ունենալ, համագերբել, մինչև ինքնագադարելագործման հասնել եւ լավ վիճակի հասնել, մտածելակերպի տարբերություն կար, զգում էի, որ աշխատանքի մեջ երբեմն անտեղի ամեն ինչ կփարթացնեն կամ վախ եւ զգուշություն կա այլ ընդրանքային լուծումներ ընդունելու իմ մշակութային բազմազանությունը, որ ես ապրել եմ կամ փորձ ունեցել եմ տարբեր տեսանկյունից կնայի հարցերին եւ բնականաբար հաղթահարեցինք այդ դժվարությունն, հիմա երբեմն գրասենյակում գուսեն Թալին ինվես ջուգուն լինենք։
Իսկ անձնական առումով զավակներս իրենց կոմֆորտ զոնայից որ վերեցի այստեղ եւ իմ որոշումներ, սկիզբը շատ էին մեղադրում ինձ, տխրում էին նրանից, մի քիչ գոդրում էր անիգա, բայց իրենց ցույց չէի տալիս համբերությամբ, տոկունությամբ ուժեղ գամքով վստահ իմ որոշումից շարունակում էի, վերջերս մի բան վատայեց, որ շատ ուրախացուց ինձ, աղջիկս դպրոցով դարին Եվրոպա, 22 օր Եվրոպա տարբեր երկիրներ այցելեցին հասարանով, որ վերադարձավ առավոտ ինք չզգաց ինձ որքան ուրախացուց այդ նախադասություն, բայց առավոտ ասեց մամ Հայաստանի ջուրը ուրիշ է, դարբեր է, զգացի որ Արդեն հարմարվել են, անցել են այդ փուլը, արդեն հարմարվել են, այո, արդեն հարմարվել են եւ ապրում են այստեղ, ինչպես իրենց ասեցի թրջունի, Երևանի մյուս հայրենագիցները։ Դուք ծնվել եք Սիրիայում եւ երկար տարիներ ապրել եք այնտեղ։ Հետաքրքիր է հայրենիք հասկացությունը ձեզ համար ավելի շատ առնչվում է Սիրիայի թե Հայաստանի հետ։ Սիրիան ասեմ բոլոր հայերի համար, ոչ միայն Սիրիա հայերի, քանի որ առաջին գանգարը եղել է ցեղասպանության վերջ Տերեզորի անաբատները, որ գտնվին Սիրիայում, միշտ գոչած ենք սիրիական հայրենիք, որտեղ քրգապած ընդունել է սիրիացի ժողովուրդը բոլոր հայերին, այդ կապը միշտ կա, դարբեր զգացումներ են Սիրիայի հանդեպ որպես արաբական երկիր, մանկությունս այդտեղ է, հիշողություններս այդտեղ են, 4 սերունդի աջույնները այդտեղ կգտնվին, փարիքի երկիր էր, ամեն լավ բան որ եղել է տեղաբադայել ինձ, բայց կմնա ինձ համար իմ ծննդավայրս հաստատ Հայաստանն է հայրենիքը, որ պետք է ամեն մարդ վերադառնա այստեղ եւ այստեղ էլ ապրի եւ արարի։ Ինչն եք ամենաշատը կարոտում Սիրիայից։ Կա ինչ-որ բան, որն այդպես էլ չեք գտել Հայաստանում։ Սիրիայից կարոտում եմ ամենաշատ արաբական ժողովրդի բարձությունը, բարիությունը, ջերմ հարաբերությունները, մտերմիկ բնական բարձ հարաբերությունները գսկաս այդտեղ, որ դու միայնակ չես, որպես հայ համանք էլ շատ կհարգեն եւ շատ կսիրեն հայերին, այդ հարաբերություններն են մարդկային, որ ամենաշատ կկարոտեմ, դեն չի որ այստեղ չեմ գտնում, բայց արաբ ժողովրդի բարձությունը եւ բարիությունը մի քիչ դարբեր է։ Տիկին Թոփալակյան, սիրիական եւ հայաստանյան հասարակություններում թե մշակութային, թե արժեհամակարգային առումով ինչ տարբերություններ կառանձնացնեք եւ առհասարակ տարբերություններն են ավելի շատ թե ընդհանրությունները։ Ընդհանրությունները շատ են, ասեմ, արժեհամակարգի խորքային արժեհամակարգի մեջ տարբերություն չի կա, ընտանիքի սրբությունը, մեծի ու փոքրի հարկանքը, այդ արժեհամակարգը նույնն է, բայց կենցաղային առօրյա կյանքի մեջ մշակութային բնական է, որ տարբերություններ կան, որովհետև այդտեղ աստված է ավելի սիրիական միջին արևելքի մշակույթով, արաբական, իսկ այստեղ տարածաշրջանի երկիրների կամ սովետական միության մշակույթով եւ մտածելակերպով բնական է, որ տարբեր են, բայց այդ տարբերության մեջ լավ բան կա, այդ քունավորությունը լավ է, որպեսզի կարենաս ավելի լավ գործել, ավելի նախաձեռնել, ավելի ստեղծել։ Հաճախ եք առիթ ունենում շփվել Հայաստանի քաղաքացիների հետ եւ ձեր կարծիքով որոնք են այն բնորոշ գծերը, որոնք առանձնացնում են նրանց աշխարհի այլ երկրների ժողովուրդներից։ Հաճախ մանկութենես, ինչպես քիչ առաջ հիշեցի, շփվել եմ Հայաստանի քաղաքացիներն հետ, հիմա գործի ֆերման շատ եմ շփվում եւ ծանոթություններ եմ ձեռք բերում, ընկերություններ եմ ձեռք բերում, տարբեր տարիքի, տարբեր մասնագիտության, տարբեր կենսակերպի մարդոց հետ առանձնացնում է մեզ, որ շատ ուժեղ ժողովուրդ ենք պետք է ասել, մարտահրավերներուն եւ դժվարություններուն գտիմանանք, դոգունենք, ես ադիկա միշտ Սփյուռքահայերին ասել եմ, այսինքն հիմա խոսում եմ ուղղակի Հայաստանի ժողովրդի մասին, որ անպայման ապրելու մի ելք կգտնեն ամբողջ դժվարություններու մեջ են, բայց մի քիչ ինչպես որ ասեցի, պետք է ավելի ջգուն լինելը ասել չէ որ բարդություն է, այլ հաղթանակի նշան է եւ մի քիչ մշակութային բազմազանության սովորել, ընդունել ուրիշի մշակույթը, հարգել, դեն չանել, որ բոլոր հայերի համար է ասիկա, որ մենք ամենալավն ենք կամ ամենին լավ մշակույթ ունենք սովորել ուրիշեն։ Որոնք են այն հիմնական գործոնները, հանուն որոնց արժե տեղափոխվել հայրենիք, ինչն է ամենաշատը գրավում ձեզ հայրենիքում։
Ամենաշատ ասեմ, ես ամեն մեկ քայլ, որ այստեղ գքալեմ, գսկամ, որ իմս է, այդ պատկանելիության զգացումը կա, հարազատությունը, խաղաղությունը, որ ինձ համար ամենակարևորն է։ Իսկ ինչն է գրավել, ասեմ, պատասխանատվության զգացումն է, որ կա պետություն, որ մտածում է երկրի մասին, երկրի փառորության, առաջընթացի մասին, ինձի ես մեկը պատասխանատվություն գսկա, որ կա իր լուման էլ ունենա, եթե նույնիսկ 1% կարենա օգուտ տալ, ադիկա արժեք է ինձ համար եւ սրտի կողունակություն գսկամ։ Իսկ Հայաստանում արդեն գտել եք ձեր սիրելի անկյունները։ Ինչպես եւ որտեղ եք նախընտրում անցկացնել ձեր հանգիստը։ Իսկության մեջ Հայաստանում ամեն մեկ անգույն ինձ համար շատ սիրելի է, մանկութենեն առաջին այցելությանը սորեն, եթե գուզեք վայրեր առանձնացնեմ Երևանը, սիրելի Երևանի ամեն անգույնները եւ Գորիս քաղաքը շատ եմ սիրում, շատ հարազատ է սրտիս եւ Լորիի մարզը։ Տիկին Թոփալակյան, քանի որ այժմ դուք Հայաստանում բավականին պատասխանատու գործունեությամբ եք զբաղվում, առաջարկում եմ այցելենք ձեր գրասենյակ եւ տեղում ծանոթանան գործունեությանը։ Հրամայեցեք իմ քայլի հիմնադրամի գրասենյակը շատ մոտ է, այցելենք միասին։ Այստեղ իմ երկրորդ տունն է Հայաստանում, իմ քայլի հիմնադրամը շատ հարազատ եւ չերմ դեղ է ինձ համար, աշխատագիցները մեր թիմն է, որ շատ փոքր է թիվով, բայց շատ մեծ եւ հսկայական գործ կնեն։ Կպատմեք հիմնադրամի գործունեության մասին, հիմնական ծրագրեր, ոլորտներ, թիրախային ուղղություններ։ Իսկության մեջ շատ մեծ պատասխանատու գործ է, պատասխանատվություն եմ զգում ոչ միայն ստանցնած պարտականություններից որպես փոխտնօրեն, այլ հիմնադրամի առաքելության, որն է օգնիր մարդուն ոտքի կանգնելու, իսկ կանգուն մնալը թողիր սեփական ուժերին։ Մեր ծրագրերը բազմազան են, բոլոր ոլորտներում ծրագրեր ունենք, իրականացնենք Հայաստանի ամբողջ տարածքում եւ ուղղված են ժողովրդի բոլոր խավերում, բոլոր տարիքային խմբերուն ըստ կարիքի, ըստ պահանջքի եւ պետքի։ Ունենք փոքր եւ միջին բիզնեսի աչակցման ծրագիր հաջողակից սկսնակին, ունենք պատերազմի մասնագետների մասնագիտական ներուժի բացահայտման ծրագիր, հորիզոնտալ գրթական ծրագիրը, որ խելացի գյուղատնտեսությունը կզարգացնի Սյունիքի մարզում, ունենք նաև քվանտա մագիստրոսական ծրագիրը եւ մշակութային ճամփորդություն Հայաստանում ծրագիրը։ Անգետ բացի հիմնադրամ միշտ կքաչալեր է վերաբաժանման դասընթացքները եւ փորձի փոխանակման դասընթացքները արտերկրում կամ Հայաստանում աշխատակիցների համար կամ մեր շահառուների համար, որովհետեւ ինքնազարգացումը հիմքն է երկրի զարգացման եւ հանրության զարգացման։ Գուզեմ անպայման շեշտել գրթվելը նորացև է ծրագիրը։ Տիգին Հակոբյանի եւ հիմնադրամը կհավատա, որ գրթությունը հիմքն է երկրի զարգացման, ինչպես հիշեցի, մենք ունենք ծրագրի մեջ տարբեր նախագծեր, անպայման գուզեմ շեշտել մեկ հատը, երանի ժամանակը լար բոլոր մեր ծրագրերի մասին խոսելու, գուզեմ շեշտել նոր մեկնարկ կրթաթոշակային նախագիծը, որ կրթվել նորացև է ծրագրի մի մաս է, վերջերս հայտարարեցինք անոր մասին, հնարավորություն կտա այդ մարդկանց, որ 5 տարի է եւ ավել թաթար ունեցել են ուսման կյանքին, որոշ կյանքի պայմաններու պատճառով եւ 23 տարեկան եւ վեր են եւ գուզեմ վերսկսիլ կամ շարունակել իրենց բարձրակույն ուսումը կամ միջին մասնագիտական ուսումը կրնան թիմել այս ծրագրին, հիմնադրամը ոչ միայն ֆինանսական աջակցություն ցույց կտա եւ գրթաթոշակ կտա, այլ սկիզբեն առաջին քայլերն ընդունելության process-ն ընթացքեն, մինչև նախապատրաստական ընթացքը ընդունելության քննությունները օգնություն պիտի հայտնաբերի։ Ինչ ուսումնասիրությունների եւ հետազոտությունների արդյունքում եք որոշում հիմնադրամի ծրագրերի առաջնահերթությունները։ Այս առումով կան ընդունված չափորոշիչներ։
Հիմնականում Իմքայելի հիմնադրամի ծրագրերը համայնքներում գարիքների ուսումնասիրության հիման վրա է որ կորոշենք, հիմնական գարիքների, առաջնահերթությունների մենք սերտ կհամագործակցենք համայնքների ղեկավարների հետ, աշխատագիտների հետ, որովհետեւ գիտնանք ինչ է այդտեղ գարիքը, ուղղված են ինչպեսի դարբեր խմբերի, հիմնականում խոցելի խմբերն էլ կան մեր բոլոր ծրագրերի հիմքում, որոնց ոչ օգնություն ուտանք, այլ կօգնենք, ինչպես ասի, մեր առաքելության համաձայն ոտքի կանգնելու, կրթվելու եւ ինքնուրույն դառնալու, ինքնաբավ դառնալու կյանքում։ Հիմնադրամի բոլոր ծրագրերի հիմքում գա գրթական փաղաթրիչը, որտեղ ինչպես ասի, կորզաթիր տնօրենը հիմնադրամի Տիգին Հակոբյանը եւ հիմնադրամը կհավատա, որ գրթությունն է այդ հիմնակարը մեր բոլորի զարգացման։ Հաշվի առնելով ձեր աշխատանքային փորձը, որն եք համարում հաջող արդյունավետ աշխատանքի գաղտնիքը, այս առումով փորձված մեթոդներ, սկզբունքներ ունեք։ Հաջող աշխատանքի գաղտնիքը ծեր առած որոշումին պատասխանատվությունը գրելն է, լինի վատ թե լավ, որովհետեւ պատասխանատվությունը գրելով օրինակալ դառնաս թիմին, որովհետեւ բոլոր աշխատագիտներն էլ տենց պատասխանատվությունը գրեն իրենց գործին, լալ հետևողական, խստապահանջ, լինել նախաձեռնող, ստեղծող, իշահ հիմնադրամին, գործին եւ որովհետեւ լավ արդյունք տա։ Տիկին Թոփալակյան, ձեր առօրյա կյանքում եւ ամենօրյա աշխատանքում ինչից կարող եք ուրախանալ, ոգեշնչվել եւ ինչը կարող է հիասթափեցնել ձեզ։ Ոգևորվեմ իմ աշխատանքի արդյունքից, երբ որ լավ արդյունք կտեսնեմ մարդկանց արձագանքը կամ թիմային հաջողությունը, գործի արդյունքը, ոգևորվեմ, երբ կտեսնեմ, որ օգուտ եմ պետության, ինչպես ասի, եւ երկրին արդեն ուժ կստանամ դրանից, իսկ կհիասթափեմ ամենաշատ իմ առօրյայում գեղձավորտեն եւ ստից, երբ որ մարդ ցևի համար մի ֆանանում կամ բաշտոնի համար կամ անձնական շահի համար եւ ոչ ընդհանրական շահի համար եւ արժեքի համար։ Հետաքրքիր է Հայաստան տեղափոխվելուց հետո երբևէ ունեցել եք զղջման ափսոսանքի պահեր։ Եղել են քիչ առաջ իմ տված պատճառներուս հիման վրա եղել են զղջման եւ ափսոսանքի պահեր, չեմ ուզել կեղծել, բայց շատ կարճ եմ տևել եւ ասեմ, որ ես իրավունք չունիմ զղջալու, ես քիչ առաջ հիշեցի, մամայիս օրեղբայրը եղած է arczepiskopos Տիրան Սրբազան Ներսոյանը, եղած է Երուսաղեմի պատրիարք եւ հետո Միացյալ Նահանգներում թեմի առաջնորդ, իր փապակներ, գդակներ եւ բոլոր մեր ընտանիքի եւ իմ նախնիներուս փապակը, որ մենք վերադառնանք Հայաստան, ապրենք եւ գործենք Հայաստանում։ Իսկ ավելի հույսով եմ լեցվել եւ հաստատ գիտեմ, որ իմ որոշումս ճիշտ է, երբ Տիգին Հակոբյանի Իմքայելի հիմնադրամի գործադիր տնօրենի հետ սկսա աշխատել եւ տեսա իր աշխատասիրությունը, նվիրումը եւ ինձ վստահելը։ Արտերկրում բարեկեցիկ եւ ապահով կյանքով ապրող մեր հայրենակիցներին ինչը կարող է մոտիվացնել հայրենիք վերադառնալու որոշում կայացնելու համար։ Ինչ խորհուրդ կտաք մեր հայրենակիցներին։ Ես կկարծեմ, որ այս հարցին նժարի եւ գշիրքի սկզբունքով պետք է նայել, ինչն է կարեւոր, բարեկեցիկ կյանքը, հանգիստը, թե քո երգիրը, քո հայրենիքը, քո սեփական պետությունը, քո երեխաների խաղաղ, գաբույտ հայրենիքի երկնքի տակ ապրելը եւ արարելը իրենց հայրենագիցների հետ։ Անկասկած մեր բոլորի համար հբարտություն է, որ Սփյուռքի եւ հայկական համայնքը իր գտնված բոլոր երկրներում հարգված ու սիրված է, բայց ինքը այդտեղ կմնա փոքրամասնություն եւ օտար երկրի քաղաքացի։ Իսկ այստեղ հայրենիքում ինքը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, անփոխչականություն է եւ մեծամասնություն է։ Պետք է կամք եւ հաստատակամություն այդ որոշումը կամ այդ ռիսկը առնելու ասեմ եւ զերոյենը սկսելու, բայց կկարծեմ, որ արժի մտածել դրա մասին, լսեք ձեր սրտի ցայնը, եթե կսիրեք հայրենիքը, մի վախենակ վերադառնալու, կյանքը միայն կոմֆորտ զոնայի մասին չէ։ Շնորհակալություն Տիկին Թոփալակյան հետաքրքիր զրույցի եւ կարեւոր խորհրդի համար։ Ձեզ էլ շնորհակալ եմ։
Մեր այսօրվա հյուրը անկեղծորեն հավատում է հայրենիքը նաև իր գործունեությամբ զարգացնելու գաղափարին։ Նա իր առաքելությունն է համարում Հայաստանն աշխարհում ավելի ուժեղ եւ տեսանելի դարձնելուն ծառայելը։ Հայրենիք վերադառնալը մարդկանց հիշողությունների եւ ապագայի հետ նոր կապ ստեղծելու ճանապարհ է, իսկ ամեն վերադարձող հայ իր ներկայությամբ լրացնում է հայրենիքի պատկերը։ Հայրենակցի այսօրվա թողարկման համար այսքանը, կհանդիպենք։